Երբ այդ խողովակը երբ էին 85-ից 86 թվին այդ մոստը սարքում էին վրացիները բանը ու իրանք շինարարները գցել էին այդ խողովակը, որ իրա վրով գնան կան շինանյութ բան ոտքով։ Ու տենց էլ կիսատ մնաց, այս երկիրը քանդվեց ու արդեն մի 4-5 հոգի ոնց որ վարի գնաց այդ խողովակից։ Էլի է մարդ հա անգել։ Բա ոնց մի հատ 6 տարեկան տղա երեխա 89 թվին անգել ու խեղդվել։ Իսկ ասում են նաև հղիկին է, հա անգել։ Դե ասում են այդ ստույգ չգիտեմ այդ։ Ես ուշեմ եկել թաղն էլի։ Բացի այս երկու քույրերը եւ ձեր ասած այդ տղան, էլի մարդիկ են հանգել խողովակի վրա։ Ասում են 6 տարեկան երեխա մի հատ անգել 89 թվին։ Հա, ուրիշ ես չգիտեմ ախպեր։ Դուք այդ տարածքում եք ապրում։ Հա մի շենք մեջ տված են կողմ եմ այս երեխեքի շենքից։ Իսկ հեչ հարց բարձրացրել են բնակիչները խողովակը հանելու հետ կապված թե։ Դե ասել են ընթացք չեն տվել նոր վերջում տեսանը տենց արդեն նոր որոշին հանեն։ Համայնքապետարան, մարզպետարան դիմել են, հա ընթացք չեն տվել։ Հա դիմել են, երևի ականջի հետևենք չէ, բայց մի տեսան ինչա հենա դրեցին ապա մոնտաժին էլի։ Այդքան բան։ Հաճախակ են օգտագործում, մինչ այս հաճախակ էին հա օգտագործում բնակիչները։ Դե հա ով ասենք մի 100 մետր վերև նորմալ մոստ կա։ Ես իմ մարդիկ քյասակը նմեն էլի ես շատ գիտեմ այդ թաղավոր այդ շենքը դիմացը դիսոտնի շենք կա։ Իսկ այդ որ տենց հետևողականություն չեն դրսևորել, չեն հեռացրել ավելի այդ ձեր ասած 89 թվականին տեղի ունեցած դեպքից հետո դուք դա ինչ գնահատական եք տալիս դրան որպես բնակիչ։ Ինչ գնահատ, շուտ պետք է հանեն, որ այսքան բաները չլներ էլի, այդքան բան։ Որ հանեին օրինակ բնակիչների դիմադրության կլիներ, թե չէ, այսինքն դեմք խոսեին բնակիչ։ Չէ, ինձ թվում չէ։ Եթե որոշումը կայացնեն, հանային էլ ինչ։ Պետության դեմներ։ Բնակիչին հարմար ա եղել, որ ոտքով շուտ անցնի գնա սարդը կայարան կամ շուկա։ Դրա համար ձեն չեն հանել ու չեն էլ պատկերացրել, որ ինչ-որ բան տենց կարա լինի, էլի։ Ընկնելուց հետո են մտածում ինչ կարելի անել։ Էլի մալադես ես մեր մարզպետին, որ կարած էլի հանել տա։ Ստիպեց որ հանեցին, թե չէ ով ա տերը։ Քաղաքում ինչ էլ նմա հերվից իմանում ենք մեղքներից գալիս է, բայց մեր ձեռին ինչ կա։ Գցել են, շինարարներն են գցել, հա, հասկացանք, բայց դրան տերկային էլ էլա, չէ պետք, ոչ մեկ մեղք չունի։ Մեր մեղքն է գալիս է երեխա անգելա, գոնե հողին արժանանար, ոչ թե ջուրը քշեր տաներ Վրաստան կամ Կասպից ծով, խոսքի օրինակ։ Այն դրա համար ենք եկել որ Իսկ այդ 6-ամյա երեխան, որ տարիներ առաջ ընկել է, իրան գտել են։ Գտել են, ինչ որ տարել էլի մի բանի դեմ ա եղել երեխին, հենա գտել են հանել։ Կանոնը չգիտեմ, բայց այս Սևանից որ եկել է մալադեց ախպեր, այս մարդիկ էլ այմ մնել, մարդիկ շատ տանջվեցին, այս 7 օրվա մեջ այսքան տուշտ է հան, արևի տակ, այս ջուրն է խորներ, վարարեր, տանջվեցին էլի։ Իսկ այս աղջիկների ընտանիքը Վանաձորից չեն, չէ՞, տեղափոխվել են Վանաձոր։ Այն ինչ որ արդիկի շրջանից են, այս 2 տարի է երևի։ Ղարաբաղից են եկել են արդիկի շրջանում են ապրել, հետո տեղափոխվել են այստեղ։ Բայց թե պատճառը դե ոչ մեկ չգիտի, մարդիկ են ընտանիք, մեր հայ ազգն է։ Ինչով է զբաղվում ընտանիքը։ Չեմ կարող ասեմ, ես չեմ իմանում։ Այդ երեխան է, ես մենակ էդ եմ լսել։ Այդ կինը նոր ինչ որ առաջ որ աշխատանքի ընդունված եղել է նա, այս դեպքն է սենց պատահել է։ Հա, այդ ամսի 15-ը աշխատանքի առաջին օրն է եղել։ Հա։ Դե ընտանիք է պահում, պետք է աշխատել, թե չէ երեխա է պահելի սերը։ Ճիշտ է պետությունը կարող է օգնումա, բայց այսօր ում է հերիքը, ոչ մեկի չի հերիքը։ Ինչ որ բարեգործական ընկերություն կար, կնմեն այնտեղ ճաշում գալի է երեխեքն։ Ինչ էին անում։ Բարեգործական օրան կազմակերպություն կա, կնմեն այնտեղ ճաշում գալի։ Հենց ճաշելու գնալուց են էլ է, որ այդ դեպքը պատահել է։